Միացյալ Նահանգների զինված ուժերը վերացրել են Իրանի նավահանգիստներ եւ ափամերձ տարածքներ մտնող եւ դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության շրջափակումը։ Նշենք, որ հունիսի 18-ի գիշերը Իրանը եւ Միացյալ Նահանգները հեռակակարգով ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը։ Հուշագրում սահմանվում է ժամանակացույց, թե երբ Միացյալ Նահանգները կվերացնի ծովային շրջափակումը եւ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Իրանը պարտավորվում է ձեռք չբերել միջուկային զենք եւ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցի շուրջ բանակցություններ կվարեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար արդյունքը ենթադրաբար կլինի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը սպասում է լիակատար հրադադարի Իսրայելի, Լիբանանի եւ շիական Հեզբոլլահ կազմակերպության միջև։ Միացյալ Նահանգները հանձնառու է խաղաղությանը եւ մենք կոչ ենք անում Մերձավոր Արևելքի բոլոր բնակիչներին հարգել իրենց պարտավորությունները, որպեսզի մեր բանակցությունները հաջողությամբ առաջ շարժվեն, ասել է Թրամփը։ Իրանը 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում որևէ ծառայության համար վճար չի գանձի եւ կվճարի բոլոր ծախսերը, այս մասին հայտարարել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։ Նշվում է, որ Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնել ցանկացող բոլոր նավերը դեռևս պարտավոր են դիմումներ ներկայացնել Իրանի Պարսից ծոցի անվտանգության վարչություն, սակայն բոլոր դիմումները կմշակվեն անհապաղ։ Խորհուրդը հավելել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները Հորմուզի նեղուցն ականազերծելու համար, համաձայն Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագրի։ Նշվում է, որ հաշվի առնելով Հորմուզի նեղուցի ջրերում հատուկ պայմաններն ու որոշակի անվտանգության սպառնալիքների առկայությունը, նաև անվտանգ նավարկություն ապահովելու եւ ծովային վթարները կանխելու անհրաժեշտությունը, նավերը պետք է հետևեն իրենց նշանակված ժամանակացույցին եւ երթուղիներին, եւ դա աստիճանաբար կբարձրացնի թողունակությունը։ Եվրամիությունը կքննարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, եթե պայմանները թույլ տան, իսկ դա կապված է Իրանի միջուկային դոսիեի եւ նավարկության ազատության հետ, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Մենք Իրանի դեմ տարբեր պատժամիջոցներ ունենք նաեւ նավարկության ազատության սահմանափակման համար, հետեւաբար հենց որ պայմանները թույլ տան, անդամ պետությունները կքննարկեն պատժամիջոցների վերացումը, բայց մենք դեռ չենք հասել այդ կետին, ասել է Կայա Կալասը։ Մեծ Բրիտանիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 150,000 անօդաչու թռչող սարքեր եւ 350 հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Կիևին տրամադրվող օգնության փաթեթը կներառի մասնավորապես մարտլետ թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ, LMM ԱԹՍ-ներ եւ ցամաքային ռադարային համակարգեր։ Ուկրաինային տրամադրվող ընդհանուր օգնությունը կկազմի 752 միլիոն ֆունտ ստերլինգ, գրեթե $1 միլիարդ։ Փաթեթը Լոնդոնի կողմից 2024 թվականին հայտարարված 2.26 միլիարդ ֆունտ ստերլինգի վարկի մի մասն է։ Մեծ Բրիտանիան միջոցները ստանում է սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթից։ Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի հոբ համակարգ։ Հաղորդվում է, որ Բերլինը Ուկրաինային զենքի համար լրացուցիչ $400 միլիոն կտրամադրի։ Այդ գումարի կեսը կհատկացվի ամերիկյան զենքի գնման համար նախատեսված Pearl ծրագրի շրջանակում։ Բացի այդ, Բերլինը $200 միլիոն կհատկացնի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար կառավարվող հրթիռներ գնելու համար։ Ուկրաինական ուժերը Մոսկվայի վրա իրականացրել են իրենց պատմության մեջ ամենախոշոր ԱԹՍ-ների հարձակումը, որի ընթացքում խոցվել է ավելի քան 180 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով լուրջ խափանումներ են տեղի ունեցել Մոսկվայի ենթակառուցվածքներում, անվտանգության նկատառումներից ելնելով Մոսկվայի Շերեմետովո, Վնուկովո, Դոմոդետովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել են ավելի քան 500 չվերթներ։ Հարված է հասցվել Կապոտնիա շրջանում գտնվող Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանին, որի որոշ կայանքներ շարքից դուրս են եկել, վնասներ են գրանցվել նաև ենթակառուցվածքային այլ օբյեկտներում, այդ թվում Սադովոտ առևտրի կենտրոնում։